Բարև, հիշում ես կարգին հաղորդումը, որ ասում են նա կյանքում երկու բանից էր վախենում՝ մթությունից ու ատամնաբույժներից։ Ընկերը հարցնում է՝ ատամնաբույժից հասկացանք, բայց մթությունից ինչի էր վախենում։ Հո երեխա չէր։ Պատասխանում է՝ գիտես մթության մեջ քանի ատամնաբույժ կարա լինի։ Ապագայում ատամնաբույժներից վախենալու կարիք չի լինի։ Պատկերացրեք, այցելում եք ատամնաբույժի, բայց ատամը հորատելու ու պլոմբելու փոխարեն ձեր բերանի խոռոչում տեղադրում են ձեր իսկ բջիջներից լաբորատորիայում աճեցրած կենդանի ու լրիվ նոր ատամ։ Սա շուտով կարող է իրականություն դառնալ շնորհիվ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների։ Նրանք մշակել են ունիկալ նյութ, որը թույլ է տալիս ատամի բջիջներին փոխազդել այնպես, ինչպես դա տեղի է ունենում օրգանիզմում, սկսելով հյուսվածքների աճն ու լիարժեք ատամի ձևավորումը։ Առանցքային մոտեցումն այստեղ այն է, որ բջիջների աճի համար ազդանշանները հաղորդվում են ոչ թե միանգամից ու միաժամանակ, այլ աստիճանաբար։ Հենց այդպես է տեղի ունենում ատամների աճը բնության մեջ։ Նախկինում մասնագետները հաջողության չէին հասնում, որովհետև բջիջները սխալ էին ստանում աճի հրամանը ու չէին կարողանում ձևավորել անհրաժեշտ կառուցվածքը։ Նոր տեխնոլոգիան լուծում է ժամանակակից ատամնաբուժության գլխավոր խնդիրը։ Վերականգնման արհեստական մեթոդները, պլոմբներն ու իմպլանտները չեն վերականգնում ատամի բնական ֆունկցիաները։ Պլոմբերը հաճախ ժամանակի հետ քայքայվում են, իսկ իմպլանտները պահանջում են բարդ վիրաբուժություն։ Գիտնականները սակայն առաջարկում են լուծում, որը թե կենսաբանորեն համատեղելի է, թե երկարակյաց։ Հիմա նրանք աշխատում են երկու ուղղությամբ՝ ատամի աճեցում օրգանիզմից դուրս, հետագայում բերանի խոռոչում տեղադրմամբ կամ բջիջների տեղադրում բերանի խոռոչում, որպեսզի նրանք աճեն կորցրած ատամի տեղում։ Հնարավոր է ոչ հեռավոր ապագայում մենք իրոք կմոռանանք, թե ինչ է ատամի պլոմբը։ Արհեստական բանականություն, որը կարող է նախագծել գիտական սարքավորումներ, որոնք գերազանցում են այն ամենն, ինչ երբևէ ստեղծել են մարդիկ։ Սա գիտաֆանտաստիկ սյուժետ չի, այլ իրական ձեռքբերում, որին հասել են Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները։ Հետազոտողների խումբը մշակել է Ուրանիա անունը կրող արհեստական բանականության համակարգը։ Այն զբաղվել է մի խնդրի լուծմամբ, որի շուրջ գլուխ են կոտրում լավագույն ուղեղները, ինչպես բարելավել գրավիտացիոն ալիքների դետեկտորի զգայունությունը։ Արդյունքում արհեստական բանականությունը առաջարկել է տասնյակ օրիգինալ լուծումներ, որոնց մի մասն այնքան բարդ է, որ անգամ գիտնականները առայժմ չեն հասկանում, ինչպես են դրանք աշխատում։ Գրավիտացիոն ալիքները տարածություն ժամանակի փոքրագույն տատանումներ են, որոնք առաջանում են օրինակ սև խոռոչների բախման արդյունքում։ Էյնշտեյնը կանխատեսել էր դրանց գոյությունը դեռ 1916 թվականին, բայց միայն 2016 թվականին հաջողվեց դրանք գրանցել ահռելի մասշտաբների LIGO նախագծի շնորհիվ։ Նման դետեկտորները պահանջում են աներևակայելի ճշգրտություն, ու դրանց զգայունությունը բարձրացնելու ցանկացած հնարավորություն կարող է թույլ տալ գիտնականներին նոր տվյալներ ստանալ տիեզերքի ամենախորհրդավոր իրադարձությունների մասին։ Գիտնականներին օգնելու համար Ուրանյան նախագծումը դարձրել է օպտիմալացման խնդիր։ Արհեստական բանականությունը հնարավորություն է ստացել ազատ համադրել դետեկտորների կոմպոնենտները, պարամետրերը ու կառուցվածքը առավելագույն արդյունավետ լուծում գտնելու համար։ Ի տարբերություն մարդու, արհեստական բանականությունը սահմանափակված չի սովորական մոտեցումներով ու ինժեներական շաբլոններով։ Այն ուսումնասիրում է լուծումների ամբողջ տարածությունը, անգամ հատվածներ, ուր մարդն անգամ չի էլ մտածի նայել։ Արդյունքը ցնցող է, համակարգը մշակել է տասնյակ կոնֆիգուրացիաներ, որոնցից շատերը կարող են 10 անգամ ավելացնել սարքերի զգայունությունը։ Դրանցից որոշները այնքան անսովոր տեսք ունեն, որ հետազոտողները պետք է փորձեն գուշակել, ինչու են դրանք աշխատում։ Մասնագետները խոստովանում են, այն ինչ գիտնականները համարում էին օպտիմալ, շատ դեպքերում միայն միջանկյալ էտապ էր։ Ամենահեռանկարային նախագծերը հրապարակված են բաց հասանելիությամբ ու ցանկացած գիտական խումբ կարող է դրանք դնել իր հետազոտությունների հիմքում։ Այս նախագիծը ոչ միայն աստղաֆիզիկայում քայլ առաջ է, այլև կարևոր ազդանշան։ Արհեստական բանականությունը կարող է ոչ միայն օգնել մարդուն, այլև ինքնուրույն ստեղծագործել, բացահայտելով գիտության զարգացման լրիվ նոր ուղիներ։ Մարդու լավագույն ընկերը ուղղակի արտահայտություն չի։ Պարզվում է շները տալիս են շատ ավելի ջերմություն, աջակցություն ու հոգեկան կոմֆորտ, քան անգամ ամենահարազատ մարդիկ։ Հունգարացի գիտնականները մասշտաբային հետազոտության արդյունքում պարզել են, շան տերերը հաճախ իրենց կենդանու հետ հարաբերությունները համարում են ավելի հուսալի ու բավականության զգացում առաջացնող, քան զուգընկերների, ընկերների ու հարազատների հետ հարաբերությունները։ Հետազոտողները հարցում են անցկացրել 717 մարդու շրջանում առաջարկելով համեմատել շների ու կարևոր մարդկանց զուգընկերների, հարազատների, ընկերների ու երեխաների հետ հարաբերությունները։ Հարցաթերթիկը ներառել է 13 պարամետր, որոնցով սովորաբար գնահատում են մարդկանց միջև կապերը՝ հոգատարություն, էմոցիոնալ աջակցություն, համատեղ ուրախ պահեր, կոնֆլիկտայնություն, բավարարվածություն եւ այլն։ Արդյունքները հետաքրքիր են, գրեթե բոլոր կետերով շները ստացել են ավելի բարձր գնահատականներ, հատկապես երբ խոսքը վերաբերել է էմոցիոնալ կապվածությանն ու հուսալիությանը։ Ընդ որում, կենդանու հետ շփումներում նեգատիվն ավելի քիչ է եղել, քան անգամ երեխաների հետ շփումներում։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ մարդկանց հետ կապված մենք ունենում ենք շատ ավելի բարձր սպասումներ, քան նրանք կարող են տալ։ Իսկ շները երբեք չեն հիասթափեցնում, նրանք երբեք չեն
քննադատում չեն վիճում։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ 3 մաթեմատիկոս ու 3 ֆիզիկոս մասնակցելու են այլ քաղաքում անցկացվող գիտական կոնֆերանսի։ Նրանք հանդիպում են երկաթուղային կայարանում տոմսավաճառի պատուհանի մոտ։ Առաջինը ֆիզիկոսների հերթն է։ Վերջիններս ինչպես հարկն է գնում են 3 տոմս մեկական յուրաքանչյուր մարդու համար։ Մաթեմատիկոսները սակայն գնում են 1 տոմս 3-ի համար։ Բայց ինչպես զարմանում են ֆիզիկոսները, առանց տոմսերի ձեզ կվռնդեն։ Մի անհանգստացեք, պատասխանում են մաթեմատիկոսները։ Մենք մեթոդ ունենք։ Գնացքի մեկնելուց առաջ ֆիզիկոսները նստում են իրենց տեղերում, իսկ մաթեմատիկոսները խցկվում են զուգարանի խցիկում։ Երբ հսկիչը ծեծում է զուգարանի դուռը, նրանցից մեկը ձեռքը դուրս է հանում ու պարզում տոմսը։ Հսկիչը վերցնում է տոմսը, ինչից հետո մաթեմատիկոսները հանգիստ շարունակում են ուղևորությունը։ Կոնֆերանսից հետո գիտնականները կրկին հանդիպում են կայարանում։ Մաթեմատիկոսների օրինակով ոգեշնչված ֆիզիկոսները գնում են 1 տոմս, իսկ մաթեմատիկոսներն ընդհանրապես տոմս չեն գնում։ Բա ինչ եք ցույց տալու հսկիչին, հարցնում են ֆիզիկոսները։ Մենք ունենք մեթոդ։ Գնացքում ֆիզիկոսները խցկվում են մի զուգարանում, մաթեմատիկոսները մյուսում։ Մեկնումից մի փոքր առաջ մաթեմատիկոսներից մեկը մոտենում է զուգարանին, որտեղ թաքնված են ֆիզիկոսները, ծեծում է դուռը։ Դռնից երևում է տոմսով ձեռքը։ Մաթեմատիկոսը վերցնում է տոմսն ու վերադառնում գործընկերների մոտ։ Ինչ կցուցանե առակը։ Չի կարելի կիրառել մաթեմատիկական մեթոդները առանց դրանք հասկանալու։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։